Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է Հայաստանը երբևէ այսքան ինքնիշխան չի եղել, որքան հիմա։ Եթե դու քո սահմանադրությունը փոխում ես հարևանիդ, անգամ չեմ ասում թշնամուդ, հրահանգով, դա հենց խոսում այն մասին, որ դու ինքնիշխան չես։ Ավելին, դու քո երկրում անգամ քո տունը եկածուրին գիրք տալու ինքնիշխանություն չունես այլևս, որտեղ դու մտածում ես, այ ես որ գիրքը տամ, ինքը ինչ պիտի մտածի դրա մասին եւ ինչ արձագանք պիտի լինի։ Արդեն նշանակում է դու ինքնիշխան չես, որտեղ նա է որոշում, նրա կամքն է թելադրում քեզ քո վարքը։ Հիմա կախում ունի ինչքան է խախտելու։ Նախ մի մասը ոնց որ ասած այդ կուտը ուտելու է, որովհետեւ ինչպես է խնդիրը ներկայացնում, որ իբր թե արկայությունը, այդ հղման արկայությունը պատերազմ է բերում, իսկ այ որ էսի հանենք այս հղումը, պատերազմ չի լինի, սուտ է։ Ոչ հղումն է պատերազմ բերում, ոչ էլ դրա հանելն է կանխելու պատերազմը։ Կրկնում եմ, պատերազմները լինում են կամ չեն լինում ռազմա քաղաքական հավասարակշռությամբ, արկայությամբ կամ բացակայությամբ։ Այն որ Ադրբեջանը գնալով ռազմական կարողություններ հզորացնում է, դա միանշանակ պատերազմի ճանապարհ է։ Հիմա նաև ակնհայտ է, որ բացի այդ խաբեությունները, որ կատարվում է, խախտումներ է լինելու։ Ինչու՞։ Որտեղ արդեն իսկ հիմա խախտումներ են կատարվում։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը միանշանակ է։ Ընտրաշրջանը կարող է սկսել այն բանից հետո, երբ որ բոլոր հավակնող քաղաքական ուժերը արդեն պաշտոնապես գրանցվել են։ Իսկ պիտի բոլորը գրանցվեն, որ բոլորը հավասարապես սկսեն։ Գրանցումները ավարտվում է ընտրություններից 40 օր առաջ։ Տվյալ դեպքում ապրիլ 23-ին, այսինքն ընտրապայքարը կարող էր սկսել ապրիլ 24-ից, բայց մենք տեսնում ենք, չէ, Նիկոլ Փաշինյանը պետական միջոցներով եւ պետության անունից խոստումներ տալով ընտրապայքար է սկսել։ Իդեպ դա արձանագրեց նաև Արադ Միրզոյանը, հենց օգտագործելով ընտրապայքար բառը։ Նիկոլ Փաշինյանը դե ավելի խորամանկ է եւ մեծ փորձ ունի խաբեությամբ, ասում է, սա ներկուսակցական պրայմերիս է, այսինքն նախընտրություններ, բայց մենք հասկանում ենք, չէ, ներկուսակցականը դու կուսակցականների հետ ես հանդիպում եւ ոչ թե գնում ես փողոցում տարբեր պատահական մարդկանց հանդիպում եւ մտնում պատահական խանութներ, որտեղ դու հաստատապես չես կարող իմանալ այդ խանութի աշխատողը կամ տերը ԿՊԱ-ական է թե ոչ։ Նշանակում սա արդեն ներկուսակցական չի։ Այսինքն, եթե մենք հիմա տեսնում ենք այդ ակրհայտ խախտումները կան եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կանխում դա, նշանակում է, իսկ ինչի պիտի կանխի հետո, երբ որ այդքան ակնհայտ չեն լինելու խախտումները, որովհետեւ սա բացահայտ է գոնե, իսկ այդ կակից են անելու, դե հետո ասելու են ապացուցեք, իսկ այդ ապացուցել ինքնին բարդ է, ժամանակ չկա, ռեսուրս չկա եւ այլն։ Դրա համար ես վստահ եմ, որ ուղեկցվելու են մեծ խախտումներով, բացի խաբեությունը, եւ դրանից կախված կլինի ընդհանրապես այս հանրաքվեի եւ ընտրությունների ելքը։